Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հունվարի 15-ի ասուլիսում հնչեցրած մտքերը հայաստանյան որոշ ընդդիմադիր շրջանակներ ու նրանց կողմից ֆինանսավորող որոշ լրատվականներ խեղաթյուրել են, այն ներկայացնելով որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Ըստ փաստերի ստուգման հարթակի նախորդին Թուրքիայի արտգործնախարարը խոսելով տարածաշրջանում տեղի ունեցող դրական տեղաշարժերի մասին, նկատի ունենալով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Ռոբիոյի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո թրիփի իրագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը ընդգծել է, որ այն Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի համար նոր հնարավորություններ է բացում եւ այս հանգամանքը ստիպում է, որ Թուրքիան վերանայի իր հարաբերությունները Հայաստանի հետ, ակտիվացնելով կարգավորման գործընթացը։ Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը կավարտվի ստորագրմամբ եւ որ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավորինս շուտ կյանքի կկոչվի, որպեսզի մենք կարողանանք տարածաշրջանում առաջ շարժվել կայունության եւ բարեկեցության ճանապարհով։ Ներկայումս այս կամքը կա Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքական ղեկավարության մոտ։ Երեք կողմերն էլ ունեն այդ մտադրությունը եւ կան ընդամենը մի քանի քայլեր, որոնք պետք է իրականացնի Հայաստանը։ Ֆիդանն իր ելույթում անդրադարձ է կատարել նաև Հայաստանում սպասվող առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը ներկայում առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում եւ Թուրքիան անկեղծորեն աջակցում է այն կառուցողական դերակատարմանը, որ նա ցուցաբերում է այս հարցում։ Ահա այս խոսքը խեղաթյուրելով կամ կոնտեքստից կտրելով ընդդիմադիր շրջանակները շտապել էին հայտնել, որ Ֆիդանը իբրև աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում։ Նման հայտարարությամբ էին հանդես եկել Հանրապետական կուսակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, Սպուտնիկ Արմենիան մեկնաբան Արման Աբովյանը եւ Սամվել Կարապետյանի եղբոր որդի Նարեկ Կարապետյանը, որոնք փորձել էին ապատեգատվական արշավին նոր թափ հաղորդել, պատրանք ստեղծելով, որ ներկայիս կառավարությունը իր ղեկավարի գլխավորությամբ առաջիկա ընտրություններում Թուրքիայի եւ Ադրբեջանի ֆավորիտներն են։ Այսպիսով հայաստանյան որոշ լրատվամիջոցներ եւ քաղաքական շրջանակներ վերագրել են Ֆիդանին արտահայտություններ, որոնք նրա խոսքում իրականում չեն եղել, ստեղծելով կեղծ տպավորություն այն մասին, որ Թուրքիան միջամտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին, ասվում է փաստերի ստուգման հարթակի հաղորդագրությունում։